Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում թվարկեց եկեղեցու բարենորոգման իր նախաձեռնությանը միացած 16 հոգևորականների անունները եւ շնորհակալություն հայտնեց նրանց խիզախության համար։ Իմ եթեր մտնելու իմաստը հենց սա էր, ուզում էի ողջունել քահանա հայրեր ձեզ բոլորիդ իմ ողջունը, իմ խոնարհումը ձեր խիզախ քայլի առաջ եւ առաջիկայում համոզված եմ, եթե դուք ցանկանաք, իհարկե դա մեծ պատիվ կլինի ինձ համար ձեզ հետ հանդիպելը, շփվելը, խոսելը եւ հետագա անելիքների մասին ձեր կարծիքները լսելը։ Քահանաների աջակցությունը գործընթացը տեղափոխում է որակապես նոր փուլ։ Եթե մինչ այժմ խոսքը իշխանություն եկեղեցի դիմակայության մասին էր, ապա այսօր գործընթացը հասել է եկեղեցու եւ հասարակության ուղիղ կապն ապահովող օղակին՝ քահանաներին։ Այս ֆոնին փորձագետը գործընթացը դիտարկում է ոչ միայն որպես եկեղեցու դեմ քայլ, այլ որպես հասարակության ներսում պառակտումը խորացնելու փորձ։ Ինքնին գործընթացն է ռիսկային այն իմաստով, որ պարզապես խորացնում է հասարակության ներսում բաժանարար գծերը, միտված է բևեռացումը խորացնելուն, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական գործունեության տեսանկյունից մշտապես առավել հարմարավետ միջավայր եղել է բևեռացված միջավայրը։ 16 քահանաները բարենորոգման ծրագրին իրենց աջակցությունը հայտնել են սոցցանցերի հրապարակումների միջոցով։ Նրանց շարքում նաև մեծ լսարան ունեցող հոգևորականներ կան։ Նախկինում լայն աջակցություն վայելող այդ քահանաների հրապարակումների տակ արդեն տեսանելի են մարդկանց հիասթափություն եւ քննադատություն պարունակող մեկնաբանությունները։ Աչքերիս չեմ հավատում, հիասթափված եմ։ Հիմա երեխա կնքելիս պետք է հարցնենք, քահանան Նիկոլի աղանդավորներից է թե չէ։ Այս խարանը կրելու ենք մինչև կյանքի վերջ։ Սուրբ Գիրքն ասում է՝ հավատարիմ եղեք ձեր հայրերի ավանդին եւ դուք կդատվեք անհավատարմության պատճառով։ Հակառակ պատկերն է Մայրաթորին իրենց աջակցությունը հայտնած քահանաների էջերում։ Տեսանք ամբողջ համացանցը ողողված է իրենց ուխտին հավատարիմ քահանաների եւ այդ քահանաների էջերի տակ նաեւ իրենց հավատացյալ ժողովրդի իրենց աջակցության հայտարարություններով։ Վերլուծաբանի գնահատմամբ եկեղեցու համար վտանգը կախված է նրանից, թե արդյոք այն կկարողանա պահպանել իր բովանդակային ուժն ու վստահությունը հասարակության հետ հարաբերություններում։ Բադալյանի պնդմամբ խնդիրներ կարող են ստեղծվել այն դեպքում, եթե եկեղեցու ուժ դիտարկվի մոնոլիտը։ Դա կհեշտացնի Փաշինյանի նախաձեռնած գործընթացը։ Եթե այստեղ եկեղեցին պահպանի իր ուժը եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք կատարի հասարակության հետ հարաբերության իմաստով, ապա չեմ կարծում, թե առանձին քահանաների, այսպես ասենք, անցումը քաղաքական ճամբար որևէ էական խնդիր կարող է ստեղծել եկեղեցու համար։ Սակայն խնդիրը միայն հասարակության բևեռացումը չէ։ Օրվա իշխանությունները ցանկանում են եկեղեցին իրենց ազդեցության դաշտ բերել։ Եթե չստացվի, քաղաքագետը չի բացառում, որ անգամ կարող են հակակաթողիկոսություն ստեղծել։ Ես չեմ բացառում, որ ինքը կարող այս քայլիներ գնալ։ Ստեղծել մի հակաթող կաթողիկոսություն, նրանք էլ հայտարարեն, որ այլևս ուրեմն Գարեգին երկրորդ կաթողիկոսական լիազորություններից դուրս է եւ այլն ինչ որ հղումներ տան ուրեմն հոգեվոր ոլորտը կարգավորող փաստաթղթերից եւ այլն։ Քաղաքագետի գնահատմամբ այս սցենարի վերջնարդյունքը կարող է լինել ձևականորեն պետությունից անջատ, բայց փաստացի իշխանությունից, ավելի կոնկրետ մեկ անձից կախյալ եկեղեցի ու հայրապետ ունենալը։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն էլ մեջբերելով Հովհաննես Ավետարանչին վստահություն է հայտնում եկեղեցին հաղթահարելու է նաև այս դժվարությունը։ Նիկոլ Փաշինյանը ունի հասարակության աջակցությունը եւ ինչքան էլ վարչական ռեսուրսով եւ կոպիտ միջամտություններով փորձում է եկեղեցին պառակտել, առաքելական Սուրբ եկեղեցին ամուր եւ միակամ է, չնչին բացառությունները տեսանք հարգելի են։ Հովհաննես Ավետարանիչը իր ընդհանրական առաջի թղթի երկրորդ գլխում ասում է մեր միջից ելան, բայց մեզանից չէին, դրա համար էլ դուրս եկան։ Եկեղեցին ինքնամաքրվող կառույց է եւ ինքնամաքրվում է։ Եկեղեցին կարող է գործել որպես ինքնամաքրվող համակարգ, երբ նրա եւ հավատացյալ հասարակության միջև պահպանվում է ուղիղ ու չխաթարված կապը։ Զարգացումների այս փուլում այդ կապը շարունակում է մնալ եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների առանցքում։ Սեդակ Յուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։